Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Դինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում եւ անդրադարձ սպորտ աշխարհին։ Բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր որ միշտ ինձ խնդրում են շաբաթվա ընթացքում ունենամ դեմքեր, որոնք ներկայացնում են մեր սպորտ աշխարհը, հատուկ ձեզ համար է։ Միջև հյուրին ներկայացնելը ըստ ֆորմատի շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, այն էլ պրեմիերա։ Ասեմ, որ տեսահոլովակ ընդամենը 2 օր է ծնվել է YouTube-ում եւ արդեն մերն է հատուկ հենց հեղինակների կողմից։ Արսեն եւ Ահարոն Ալչագյաններ եղբայրները հատուկ ձեզ համար տեսահոլովակ են նախապատրաստել։ Պրեմիերա։ Դիտում ենք, վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Սիրով շարունակում ենք եթերը եւ րոպե չկորցնելով ըստ ֆորմատի ես ներկայացնում եմ տեսանյութ։ Մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետեւ ամենակարևոր դեմքը, որը մի քանի օր հետո ֆուրոր անելու վստահ է, ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը, կիմանաք հենց հիմա։
Ես գիտեմ, որ շատերը արդեն մոտ են նստել, շատերը ձայնը բարձրացրել են, ավելին ասեմ, իմ շատ գործընկերներ եւ սպորտ աշխարհի ընկերներ, երբ որ իմացան թե ով է լինելու ինձ մոտ տաղավարում, այնքան հարց տվեցին, ես այդ բոլորը կփորձեմ, այսպես ասած, կոմպլեկտավորել եւ նրան հարցնել։ Իմ կարծիքով արդեն դուք գիտեք, որ ամբողջ համացանցը ողողված է եւ շատերը արդեն սպասում են ապրիլի 19-ին, որովհետեւ Տաշիր արենայում սպասում է Armad Fight Show։ Ես չեմ վախենա, կարող եմ ասել Հայաստանում MMA-ի դարաշրջան է սկսվում, դա բնականաբար արդեն հասկացաք, բացառիկ առաջնություն է սպասվում, որտեղ մեր տղաները վստահ կարող եմ ասել փայլուն ելույթ են ունենալու եւ իհարկե մեր դրոշը բնականաբար առաջինն է լինելու։ Եվ ես գիտեմ, որ լինելու է 8 քաշային կարգ, ես գիտեմ, որ մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը ավելի քան 15 միլիոն դրամ է։ Եվ եթե դուք հետևեք Lionheart Academy-ի Instagram-յան էջին, առաջինը կտեսնեք նաեւ այն չեմպիոնին Վաստակաշատ, որը ինձ մոտ տաղավարում է եւ շատերը արդեն տարածում են նրա վիդեոները եւ սպասում են բնականաբար լավագույն րոպեներին։ Ամենավատը գիտեք, որը կլինի, որ բոլորը սպասեն, բայց նա ընդամենը մի քանի րոպեում ջախջախի իր մրցակցին։ Մի խոսքով ինձ մոտ տաղավարում չեմ վախենա, նաեւ կարող եմ ասել բարձր վարկանիշով թիվ 1 այն մարզիկն է, ով իր հարվածով Ռուսաստանում առաջինն է։ Իսկ թե ինչպիսի անցյալ ներկա ունի, կիմանանք հենցի բան։ Ինձ մոտ տաղավարում է Գենադի Մակարյանը։ Գենջան, բարի օր, բարի գալուստ։ Երկար խոսացի ոնց որ մի տեսակ, բայց որ ուզում եմ ամեն ինչը ասեմ։ Ես հեռուստադիտողներին Գենադի անունից ներողություն խնդրեմ, տևական ժամանակ է, այսպես ասած, մեր ընկերը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, մի քիչ կնեղվի հայերենից, բայց վստահ եմ կփորձենք նաև հայերենալ խոսել։ Առավելևս ձեր բարբառով, որ ինձ համար հաճելի կլինի, Գենջան։ Նախ սկսենք ամենասկզբից։ Ուզում սկիզբ ասեմ, հետո մի քիչ հետ գնանք, էլի։ Ասում եմ։ Շատերը զարմացել էին, որ տեսան Գենադին հասցնում է մարզվել, պարապել Lionheart-ի ակադեմիան, որ ասում է գրավել ամբողջությամբ, բայց դրա հետ դու մեկտեղ չես կորցրել քեզ։ Շնորհավոր ես այն բրազիլացուն, որ վստահ եմ մի քանի օր հետո տենց նեղված հետագնալու իրանց երկիր։ Ի տարբերություն իր ինքը տենց ուզում էր տենց գալիս եմ, կռվում եմ, ես եմ անում, բայց մեր Գենադին սիրուն իր ծնունդն է շնորհավորել։ Մրցակցիդ մասին տեղեկացված ես, վարկանիշը ինչպիսին է, ոնց եւ ինչպես ես պատրաստվում ընդհանրապես 19-ի համար։ Конечно, я полностью посмотрел его наизусть, знаю его работу. Ни в чем не удивит меня. У меня все соперники одни из лучших были. Также он, бать, я готов ко всему, или? Или? Я, как всегда, считаю себя один из лучших. Так и двигаюсь. Господь Бог с нами дорогу дает, мы делаем. Опять у меня 3-й бой у себя на родине. Я думаю, моя рука поднимется и очень громко будет в этот день. Всех приветствую. Хотел поблагодарить всех подписчиков за поздравления. С днем рождения. Прямо сейчас у меня нет времени отмечать праздники и отвечать всем, но я чувствую вашу поддержку и любовь. Я хочу полететь в Армению и вернуться оттуда с яркой победой. Я финиширую Макаряна. Друзья, всех приветствую. Хочу обратиться к моему оппоненту Диасу. Диас, я тебя от всей души поздравляю с днем рождения. Желаю тебе всего самого наилучшего, крепкого здоровья. Самое главное, без травм, чтобы ты подошел к нашему бою. До боя осталось 9 дней. Я тебя жду. Я тебя здесь встречу. А то, что ты финишируешь Макаряна, я думаю, навряд ли это у тебя получится. Я уже вижу страх в твоих глазах. Так уж, готовься. Ты никогда так больно не получал, как будешь получать от меня. Я тебя буду бить жестко, четко, точно, бороться. Ты будешь удивлен во всем, поверь мне. До встречи.
Ես դες առաջին եմ ցույց տալու իդեպ ասեմ, որպես էքսկլյուզիվ նաև հաղորդավարուի եւ այստեղ շատերն ասում էին, գեն որ լավ է որ մեր տղաները օրինակ հենց հիմա Հայաստանում են եւ շատերը ոնց հասկացան այլ ընտանիքներով են եկել, գեն կարող է այնքան լավ լինի, որ դու էլ փորձես վերադառնաս։ Уже ապրեմ ստեղ։ Հա։ Хочется, բայց пока не знаю, լիտեսնա ոնց է ստացվում։ Դժվար է, բան չունեմ ասելու։ Համենայն դեպս մի քիչ հետ գնանք, հա, գեն, ես գիտեմ, որ ինձ երբ որ Արմեն Գուլյանը ներկայացրեց Գենադի Մակարյանին, ասեց ձին ինքը ապրած մարզիկա, ինքը վաստակաշատ մարզիկա, իր հարվածից վախենում են շատ շատերը։ Առավելևս ասում է շատ նաև մարզիչներ, ասում են եթե բոյը գոնե մի րոպե ձգվի, նրա հարվածից հնարավոր է նոկաուտ։ Այս խոսքերը բամբասանք չի, չէ՞, ճիշտ է։ Уверена, 100%։ Արմեն Գուլյանը ինձ լավ գիտե, ես ուրան լավ գիտեմ։ Я с Уранетом сказал карьерас, он меня первый начал двигать, и вот дорога уже 5 лет мы вместе с ним, я в «Львином сердце», постоянно готовлюсь, постоянно представляю «Львиное сердце», огромное спасибо, кстати, за поддержку. Как говорится, мы сила, вместе мы сила. Այո, Հարգանքնաս Կարապետյանների ընտանիքին գիտես խնդիրը նաև որն է, ինձ մոտ տաղավարում լինում են իսկապես տղեր, քո ընկերները նաև, որ ասում են ձին մեզ սա թևու թիկունք է, մեզ թվում է, որ այս առաջնությունից հետո շատերս շուշուտ են գնալու գալու ու ինչու ոչ, եթե առաջ Ռուսաստանում բոլոր հարմարությունները կար պարապելու, մրցելու եւ ապրելու համար, հիմա փաստորեն դուք այդ ամենը այստեղ էլ ունեք։ Դու Ռուսաստանի Lionheart-ը վայելել ես։ Մեզ մոտ ոնց է դուրդ գալիս է։ Круто, шатляво. Здесь даже получше зал сделали, побольше. Հա։ Да, и я думаю, молодежи даже побольше здесь. Там больше профессионалы, а здесь уже с малых лет детей собирают. И я думаю, у них большое будущее у всех, кто будет в спортивном направлении двигаться. Իսկ դու որ կողքի աչքով նայում ես, մենք մեր տղաները տեխնիկապես ոնց են ունեն դեռ բացվելու։ Конечно. Самое главное желание. Желание у нами ничего не она. Քենջան, դու մոռանում ես, որ Lionheart-ում պարապում են անվճար։ Դա ամենակարևորն է։ Այդ դրա համար էլ որ ասում պոլնի զալ է, էլի, այսօր շատերի երեխեքը լավն են, բայց հնարավորություններն են քիչ։ Շնորհակալ ենք ձեզ այդ լավ գործի համար։ Ես ուզում եմ նաև ինձ Գենադին պատմի միջև ամսի 19-ի թեման, որը վստահ եմ դեռ շատ ենք խոսելու։ Գեն վերջի այն որ ասում է հիշարժան առաջնությունը, չգիտեմ, բոյ է ձեզ համար, որտեղ ես եղել, ինչ հաղթանակ ունես։ Последний бой у меня в Таиланде был. Я предпоследний здесь подрался 30 декабря. Прошел подготовку в «Львином сердце» месяц и полетел в Таиланд. Полетел в Таиланд, подрался там, выиграл пояс по тайскому боксу. Кстати, у меня соперник был азербайджанец, но как бы разницы нет, не ставлю. Для меня все соперники одинаковые, но я вот досрочно выиграл. И здесь досрочно выиграл, и там досрочно выиграл. Всегда. Բնականաբար ներողություն ենք խնդրում, նեգատիվը չենք տարածում, բայց բնականաբար այդ դեպքում հաղթանակը գերագույն է։ Գեն ես միայն տեղեկացված չեմ այն թեմայի մասին, որ գիտեմ նաև վաստակաշատ մարզիկները այսօր հասցնում են նաև կրթեն երիտասարդ սերնդին։ Դու մարշչական կարիերայով զբաղվում ես, թե դեռ թեմայի մեջ չի։ На данный момент нет. Я хочу в мировой рейтинг попасть. Пока у меня, я думаю, лет 5 есть. Хочу быть один из лучших. Все для этого сделаю. А дальше уже будет видно, когда на пенсию уйдем. Իսկ երբ այդ պենսիա ասված է ձեզ համար օրինակ։ Еще 5 лет. Мне сейчас 32, до 37, я думаю, самый раз сейчас мой пик, мое время, я это чувствую. Я знаю, что много чего в моем труду было, я прошел. Одно из главных, моя дочка растет, я уже 5 лет ездию туда-сюда на сборы, готовлюсь. Только ради этого я все сделаю, чтобы все было так, как я хотел, как моя семья хочет. Они за меня душой и сердцем болеют. Это одно из главных для меня. И большая мотивация, большая поддержка психологически.
Համաձայն եմ։ Հիանալի է։ Եվ ես տեղեկացնեմ բոլոր այն հեռուստադիտողներին, որ հասկացել եմ, որ տեղերը սահմանափակ են, շատ քիչ տեղեր են մնացել։ Եթե դուք ուզում եք մեր մարզիկներին են, որ ասում հաղթանակը տեսնել, ձեր արձագանքն էլ է կարևոր։ Կարողանում եք եւ գրանցվել, եւ տոմսեր ունենալ, եւ գնալ տղերքին են, որ поддержка ասված ամբողջ պետք է դա։ Հայաստան, ուժի, ոգու և մեծ պատմության երկիր։ Ապրիլի 19-ը, Տաշիր Արենա, նոր դարաշրջանի հետհաշվարկի կետ։ Արմադ Fight Show, մրցաշար, որը Հայաստանի համար կբացի նոր գլուխ MMA-ի պատմության մեջ։ 8 քաշային կարգեր, 8 ուղի դեպի բարձունք, 8 հաղթող, որոնց անունները կդառնան պատմություն։ Երկրի լավագույն մարտիկները դուրս կգան ութանկյուն, ապացուցելու վեհության և ուժեղագույնի կոչման իրենց իրավունքը։ Երեկոյի գլխավոր իրադարձության ընթացքում հայկական սպորտի լեգենդ, օլիմպիական կարգի մարտիկ Միհրան Հարությունյանը կդառնա նոր դարաշրջանի պատմության մասը, գլխավորելով AFS-ի առաջին մրցաշարը։ Գենադի Մակարյանն ընդդեմ բրազիլացի մարզիկ Դիեգո Դիասի։ Նաև մարտացանկում Սուրեն Պետրոսյան, Աղասի Հակոբյան և AFS Grand Prix ուժեղագույն մարտիկների 8 եզրափակիչ մենամարտ։ Արմադ Fight Show, ապրիլի 19-ը, Երևան, Տաշիր Արենա։ Դարձիր նոր դարաշրջանի վկան։ В первую очередь, как бы не было, мы труд вкладываем, но со стороны даже комментарии, сообщения, звонок, это большая мотивация до больших шагов вперед. Огромное спасибо тем, кто поддерживает, даже душой и сердцем, просто сидя за экраном. Это очень круто. Мы только к этому и стремимся, когда выходим гулять, к нам младшее поколение подходит, старшее поколение. Я всегда стремился к этому, слава Богу, за все получается. Հիանալի է։ Կենից թվում է դու 19-ից հետո ինձ մոտ տաղավարում նորից լինելու ես։ Без проблем. Նենց կուզեի այդ քոտին ես առաջինը ցույց տա, եթե անկեղծ, բայց Աստված առաջ ինչպես ասում են, Աստծով մի հարց էլ, ուզում եմ մի հատ սպորտից քեզ հանեմ մի րոպե հնարավոր է։ Конечно. Կեն դու մայրաքաղաքում, Երևանում, չեմ ասում Հայաստան, Երևանում տենց սիրած տեղ անկյուն ունես, որ գնում ես։ Ишмиадзин, Давид Хачатрян, где у нас Ишмиадзин же? Ишмиадзин, да, мне очень понравилось. Он меня в церковь отвез туда. Большая энергетика. Не знаю, очень круто. И в городе гуляю. Пока так. Времени нету куда-то ездить. Հասկացա, իսկ դու բայց ժամանակ ունես, չէ՞, 19-ից հետո մի քիչ էլ վայելել։ Մնալու ես դեռ ինչքան։ Мечтаемся к Сан-Ирек. Հասկացա։ Իսկ գնալու ես, բայց հետ գալու ակնկալու։ Я так скажу, поеду, семью увижу. Я 4 месяца не видел дочку, да, постоянно тут, там. Увижу семью, энергией заряжусь, с дочкой погуляю, вкусно покушаю. И обратно приеду в Львиное сердце к Армену Гуляну. Готовится у меня впереди турнир, Гран-при. У меня большие планы на этот год. Я думаю, этот год наш год. Այսքան մինչև դա մենք ամբողջ տարվա մեջ ունենք դեռ թեմաներ։ Уже заранее есть все. Շատ լավ։ Գեն մի խնդրանք ունեմ։ Կամերան քոնն է տեսախցիկը։ Քո ընկերները վստահ կարող եմ ասել, որ հետևում են մեզ։ Եվ արդեն ովքեր որ չէին ճանաչում ֆանատորեն վստահ եմ, հետևում են, ինչ կմաղթես, ինչ կասես։ Большой, огромный всем привет. Я от всей души желаю всем крепкого здоровья. Это в данный момент в наше время самое главное. Спасибо за все, кто рядом со мной. Ценю, люблю, уважаю. Հիանալի է։ Իսկ ես ուզում եմ կեն այն հայավարի տարբերակով ասել ամենակարևորը անվնաս մենամարտ։ Ուզում եմ հաղթանակը մերը լինի։
դե որ քոննա մերն էլ արդեն։ Եվ չգիտեմ ինչու ինձ թվում է, որ դու թեկուս մի քանի ամիս հետո անձամբ ինձ ասելու ես, «Ձին գիտես, կինս ու աղջիկս էստեղ է, ես ուզում եմ, որ դու քո աղջկա հետ ինձ մոտ տաղավարում լինես»։ Ես ուզում եմ քեզ որպես պապա էլ ցույց տալ եթերում, եթե դեռ չես։ Обещаю, даю слово. Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո էլ ասեմ, որ դեռ միջև ամսի 11 փորձ եմ ներկայացնել այն տղաներին, ովքեր որ գրավելու են Արենան եւ իհարկե հաղթանակը մերն է լինելու։ Միջև հիմա ձեզ հետ էր Lionheart Ակադեմիայի վարկանիշով 1 իմ ընկեր Մարզիկը եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարինը ձեզ։ Ես համար կյանքս կտամ սիրուս հավատա Դուրըդ բաց իմանման այսօր քեզ յուր գամ Թե սիրտս ուզես հիմա էդել քեզ կտամ Մենակույլ դուր քեզ մոտ այսօր ես յուր գամ Հավատա սիրուտ համար ծաղիկ բերեմ անհամար Ծարավեմ սարից իշնող ջուրն ես իմ վարար Ծարավեմ սարից իշնող ջուրն ես իմ վարար Սիրունս արև տամ, կեզ տեսնեմ բարև տամ Էդ սիրուն երեսիդ գրկեմ համպույր տամ Սիրունս արև տամ, կեզ տեսնեմ բարև տամ Էդ անուշ երեսիդ գրկեմ համպույր տամ Թողնում հեռանում Սիրուն ջան սրտի սերը երբեք չի մարում Գիշերվա խավարի մեջ լույս ես ինձ տալիս Թե չգաս քեզ չտեսնեմ հոգիս է լալիս Հավատա սիրուտ համար ծաղիկ բերեմ անհամար Ծարավեմ սարից իշնող ջուրն ես իմ վարար Ծարավեմ սարից իշնող ջուրն ես իմ վարար Սիրունս արև տամ, կեզ տեսնեմ բարև տամ Էդ սիրուն երեսիդ գրկեմ համպույր տամ Սիրունս արև տամ